Ժամը 21-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան։ Ես էլ Դավիթ Սարգսյանը, շատ հետաքրքիր օրեր, ինչպես միշտ աղմկոտ, եկեք միասին հասկանանք ինչ տեղի ունեցավ ու ինչ անել նախ համառոտ։ Պատմական այց Թուրքիա, ինչ սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից։ Ընդդիմադիրներին զանգվածաբար բերման են ենթարկել, ինչ տեղեկություն են ստացել իրավապահները։ Իսրայելը փորձել է սպանել Իրանի արտգործնախարարին, Թեհրանի ահազանգը։ Սամվել Կարապետյանի կալանքի մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրում։ Եվ տվյալների ամենամեծ գողությունը պատմության մեջ, ինչ է կատարվել։ Ստամբուլում Թուրքիայի նախագահի պալատում այս րոպեներին տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս կադրերը բառացիորեն մի քանի րոպե առաջ ենք ստացել, հենց այս պահին հանդիպումը ընթանում է։ Նիկոլ Փաշինյանին Էրդողանը ընդունել է Դոլմաբաղչեի հայտնի պալատում, այս պալատի ճարտարապետները իդեպ հանրահայտ Բալյաններն են, Կարապետ Բալյանը, նրա որդին Նիկողայոս Բալյանը, 19-րդ դարում է կառուցվել այս պալատը Օսմանյան սուլթանների համար, եւ հիմա այս պահին ընթանում է հանդիպումը, իդեպ այս նույն սրահում են նաեւ պատվիրակությունների անդամները, այնտեղ երկու երկրների տարբեր նախարարներ կան եւ հետևում ենք, սպասենք, տեսնենք, գուցե շուտով կիմանանք նաեւ ինչի մասին են խոսել։ Իդեպ երեք Էրդողանի հետ հանդիպել է նաեւ Ալիևը եւ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա մեկնելու ճանապարհին էր, Ադրբեջանը կրակել է Սյունիքում ներքին հանդի բնակելի տան վրա։ Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին կոչարել հետաքննել գնդակոծման դեպքը։ Դե իսկ Փաշինյանի այցը թուրքական մամուլում որակել են պատմական, թեև այնպես չէ, որ Հայաստանի ղեկավարները նախկինում Թուրքիա չեն մեկնել։ Դավիթ, եթե չեմ սխալվում, գրեթե բոլորը նախկինում եղել են, չէ՞ այնտեղ։ Այո, գրեթե բոլորը, բացի երկրորդ նախագահից, Նիկոլ Փաշինյանի այցի դեպքում գուցե պատմական են կոնտեքստն ու ձևաչափը, որովհետև նախկինում այցեր եղել են, բայց դրանք եղել են տարբեր միջոցառումների շրջանակում։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը 92-ի հունիսին մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։ Եղել է նաև Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի թաղման 93-ին։ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման ժամանակ Թուրքիա չի մեկնել։ Սերժ Սարգսյանը 2009-ին եղել է ֆուտբոլային հայտնի հանդիպմանը, չգիտեմ, հիշում ես, կարծեմ 0-2 հաշվով այդտեղ պարտվել ենք ու վերջ։ Ու արդեն Նիկոլ Փաշինյանը, բայց անի սա Փաշինյանի առաջին այցը չէ, Թուրքիա 2 տարի առաջ նորից հունիսին նա մեկնել էր Անկարա Էրդողանի երթմնակալությանը։ Հիշում եմ, այո, եւ բնականաբար Փաշինյանի այս այցը բուռն քննարկումներ է հարուցել մեզ մոտ իշխանության ներկայացուցիչներն այս համատեքստում կարևորում են երկկողմ հարաբերությունների կարգավորումը, ընդդիմադիրներն էլ ընդգծում են նորանոր զիջումների անթույլատրելիությունը եւ Փաշինյանին մեղադրում հանձնվողականության մեջ։ Այո, եւ այդ ընթացքում մեզ մոտ են ուշագրավ իրադարձություններ, իրավապահներն այսօր մեծ թվով ընդդիմադիրների են բերման ենթարկել, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի մոտ էլ ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը։ Ընդդիմությունն ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ այս ամենը սկսվել է Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպումից մի քանի ժամ առաջ։ Ներքին գործերի նախարարության խոսնակն էլ ասել է, որ ստացել են հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ օպերատիվ տվյալներ, նշելով, որ ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման, պատմում է Սիմոն Հովանիսյանը։ Սրբազան պայքարից եւ Հոյդայից մարդիկ են բերման ենթարկվել, հայտնում են երկու ուժերից։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանն այս ամենը կապում է Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ։ Եվ այո, վերստին ուզում եմ շեշտել, այս բոլորը ծագել է նրանից, թե անհասկանալի կերպով ծխածածկույթի քողի տակ, խավարի քողի տակ ինչ է ուզում կնքել կամ համաձայնեցնել կամ ինչ հետևանքներ են կրելու այսօրվա հանդիպման այսպես ասած արդյունքները իրենց մտքով եւ բոլորը պայմանավորված է դրանով, ուրիշ ոչինչ։ Թուրքիայում գտնվող կապիտուլյանտը իր արժեքը բարձրացնելու եւ Թուրքիային դուր գալու համար ազգային ուժերի եկեղեցու դեմ ավելի նոր թափով պատրաստվում է պայքարել։ Տարբեր ձեռբակալություններ են տեղի ունենում մարզերում, Երևանում, ներկուսակցության մի շարք անդամների։ Խոսեցինք նույն գործով ոստիկանության բաժանմունք հրավիրված Արա Ռոստոմյանի փաստաբանի հետ։ Նա ասում է, պաշտպանյալին հարցրել են արդյոք կապ ունի զանգվածային անկարգությունների հետ, թե չէ, այնուհետև ազատ են արձակել։ Արա Ռոստոմյանի պահով ասեմ, որ հրավիրվել էր ոստիկանության քաղաքային վարչություն, այնտեղ շատ նորմալ վերաբերվեցին։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նույնպես կանխարգելի չէ համարում իրենց կողմնակիցների ձերբակալումը։ Ինչ ամենք պիտի ձեռներս ծալած նստենք, ինչ անենք, բայց մեր քայլերը օրինականության շրջանակներում են։ Մեր անհնազանդության ակցիաները, մեր բողոքի ակցիաները օրինականության շրջանակներում են։ Եվ այսուհետ էլ մենք ելի նորից օրինականության շրջանակներում մենք պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենակ եւ կանխենք եւ հնարավոր նաեւ որևէ մի զիջումներից հետո դիմադրություն ցույց տանք։ Մեծ հետ զրույցում Սրբազան պայքարի համակիր Լիդիա Մանթաշյանցը նշեց, որ իրենք նույնպես դա կապում են Փաշինյանի Թուրքիա այցի հետ։ Ըստ նրա վարչապետն այս քայլով հնարավոր դիմադրությունն է կոտրում։ Մենք պատրաստվում ենք պայքարի նոր փուլ մտնելու, այսինքն իրենք գիտեն, որ մենք երբ ցանկանանք մոբիլիզացիա կարող ենք անել։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնեց, օպերատիվ տվյալներ են ստացել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելի չբացատրական աշխատանքներ։ Կոչ են անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։ Այս պահին ձերբակալվածների թվի մասին տվյալները տարբեր են։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեծ հետ զրույցում հայտնեց մոտ 80 ձերբակալվածի մասին Երևանում եւ մարզերում։ Սիմոն Հովանիսյան, Նարինե Ղուկասյան, Reopen Media։ Վերադառնանք օրվա գլխավոր իրադարձությանը, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է, արդեն կան որոշ մանրամասներ, թեև այն ինչի մասին հիմա կպատմենք եղել է հանդիպումից առաջ, Նիկոլ Փաշինյանը շփվել է հայրի հետ, Պոլսայերի հետ է հանդիպել, մի քանի հետաքրքիր հայտարարություններ կան, մի խոսքով դիտենք եւ հետո շարունակենք։ Թուրքիան Հայաստանի, Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք չէ։ Ստամբուլում հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։ Ակոսն է մեջբերում Հայաստանի վարչապետի խոսքից մի հատված։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր մենք մեր մեջ հարց ենք բարձրացրել։ Կհաջողենք այս գործընթացը։ Պետք է ճիշտ ձևով սահմանել խնդիրները։ Մենք քայլ ենք արել այդ ճանապարհին։ Խնդիրները լուծելու ամենակարևոր եղանակը դիմացինին իսկապես լսելն է ու հավատալը, որ հաջողելու ենք։ Ըստ պաշտոնական հաղորդագրության վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Այս գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Առանց ձայնի հրապարակված այս կադրերում երևում է, որ գլխավոր պատրիարք Մաշալյանը հանդիպմանը ներկա չէ։ Ըստ Ակոսի ներկաները նկատել են այդ փաստը, ինչին Փաշինյանն արձագանքել է ասելով, որ եթե նրանք չեն գալիս իր հետ հանդիպման, ապա ինքը կգնա։ Դրան հետևել են ներկաների ծափահարությունները։ Ակոսի տեղեկություններով պատրիարքարանի դուռը փակ է եղել։ Բաց են եղել Ստամբուլի Կապույտ կամ Սուլթան Ահմեդ մզկիթի դռները, որը գտնվում է Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց։ Սեղմել է իմամի ձեռքը, ծանոթացել մզկիթի պատմությանը։ Փաշինյանը նաև այցելել է Ստամբուլի Սուրբ Աստվածածի Նաթորանիս մայր եկեղեցի։ Հայ ճարտարապետներ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատում է Հայաստանի վարչապետին ընդունել Թուրքիայի նախագահը։ Իդեպ օդանավակայանում Փաշինյանին ընդունել էին արտգործնախարարի տեղակալի մակարդակով։ Ինչպես գիտեք, Փաշինյանի այցից մեկ օր առաջ Էրդողանը ընդունել էր Ադրբեջանի նախագահին։ Ալիևի հետ ադրբեջանական թաղամաս բացել երկրաշարժից տուժած Քահրաման Մարաշում, լսել Հեյդար Ալիևի անվան դպրոցի երեխաների ոտանավորները։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Սամվել Կարապետյանի կալանքի թեմային անդրադառնանք, ինչի մասին այսօր խոսել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում հետևում են, պատրաստ են որպես Ռուսաստանի քաղաքացու տրամադրել անհրաժեշտ օգնություն, եթե լինի դրա կարիքը։ Սամվել Կարապետյանի կինը Էթերի Կարապետյանն էլ տարածել է հայտարարություն, շեշտելով, որ իր ընտանիքը միշտ եղել է եւ կլինի հայ ժողովրդի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Փաստաբանները Սամվել Կարապետյանի կալանքը որակել են ապօրինի եւ դիմել վերաքննիչ դատարան կալանքի որոշումը վիճարկելու համար։ Հայտնի ձեռնարկատիրոջը ձերբակալել են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով հետեւյալ արտահայտության համար. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին, պատմում է Մերի Դանիելյանը։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, բողոքարկելով նրա երկամսյա կալանքը։ Պաշտպանները կալանքի որոշումն ապօրինի են որակում։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանն ինքն իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը հակաօրինական։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Պատվեր էր, այլ կերպ չի լինում։ Այլ դեպքում SMS է ուղարկում, այս անգամ post էր գրել Facebook-ով, որը մեկը չէ, մի քանիսը։ Այդ թվում վիրավորական արտահայտություններով, այդ թվում անգամ գնահատական չկա,
բացարձակ անհամատեղելի երկրի ղեկավարի առհասարակ պետական այրի վարքականոնին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է. Սամվել Կարապետյանը սպառնալիքներ է հնչեցրել եւ այդ պատճառով որոշվել է նրա դեմ քրեական վարույթ նախաձեռնել։ Կոնտեքստը ըստ էության այն մասին է, որ մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում։ Իրավապաշտպանն էլ նշում է, որ գործարարի դատական գործում ոչ թե հնարավոր է տեսնել իրավախախտումներ, այլ հնարավոր չէ չտեսնել։ Նման դեպքեր չեմ հիշում նաև միջազգային պրակտիկայում, որ իրեն ժողովրդավարական համարող որևէ պետությունում նման բան լինի։ Եվ տենց ամեն ինչ հանգիստ է, ոչ մի հայտարարություն չկա այն կառույցներից, որոնք երկար տարիներ սերենադներ են երգում մարդու իրավունքների մասին, խնդրեմ, այս իրավիճակը ուղղակի սև ու սպիտակի պես տարբերվում է մարդու իրավունքների ընդունված ստանդարտից։ Մոսկվան շարունակում է հետևել Սամվել Կարապետյանի գործին, այս անգամ էլ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է հայտարարել։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք իհարկե ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել։ Եվ մենք իհարկե ակնկալում ենք, որ նրա բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն։ Հայտարարություն է տարածել նաև Սամվել Կարապետյանի կինը, նշելով, որ նա երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը եւ համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում է նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսք։ Մենք պահանջում ենք արդարություն, ոչ վրեժխնդրություն, որևէ ճնշում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա սերունդների առջև։ Թող Աստված պահի մեր ժողովրդին, եւ թող սերն ու հավատը լինեն մեր ազգի միասնության հիմքը։ Քանի որ թեման ունի հանրային լայն հնչեղություն, տեսնենք նաև թե ինչ կարծիք ունեն մեր համակարգացիները։ Ինչպես եք վերաբերվում գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշմանը։ Շատ սխալ որոշում է։ Եթե մի մարդ պաշտպանում է իր եկեղեցուն, դրան չի կարելի մեղադրել։ Այդ որոշում չէր, որ որոշեցին։ Դա կամ վախից, կամ ինչ, ամենադեպս թե նա ինչպիսի մարդ է, իր առազները մի 1000 անգամ ավելի, քան ինչ որ մտածում են այդ կալանավորողները։ Ես իրան չեմ ճանաչում, լավ Ազիզ ջան, չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Այդքան բան արեմ արդեն։ Հայաստանի համար, եկեղեցու համար 1000 բան կառուցել։ Ոնց կարելի է մի խոսքի համար բռնել տանել։ Դա շատ վատ բան է ընդհանրապես, որ բոլորին կալանավորում են, հետո նորից բաց են թողում, նորից կալանավորում են։ Բոլորս էլ կարծեմ հասկանում են ինչ հակատարում ուրա գնում երկիրը։ Ընդհանրապես ոչ նա մի բան ոչ նա։ А как можно? Ինչպես կարելի է նման մարդու հետ, ով այդքան բան է արել Հայաստանի համար, այդպիսի անմարդկային ձևով վարվել։ Հիմա էլ ասում են Թուրքիա է մեկնել, հոգնեցրել է արդեն, նա ով է, ես չեմ հասկանում։ Դա ամենաթողությունը, ամենաբարձր մակարդակում։ Իր հանդեպ կեղտոտություն են անում։ Տենց մարդուն կկալանավորեն, հա, այդքան լավ մարդուն, մեր բարերարին, մեր օգնողին։ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ 3 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր քրեակատարողական, խոսել գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում կապված նրա մեղադրանքի, փաստաբանների բարձրացրած հարցերի եւ թեժ գծին ստացված ահազանգերի հետ, որոնք վերաբերում են 40-ից ավելի ձերբակալվածների, օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելուն եւ տրանսպորտային միջոցների ոստիկանական հատուկ տարածք տեղափոխմանը։ Այս ամենի ֆոնին կասեցվել են Կարապետյանների ընտանիքին պատկանող Տաշիրպիցայի առնվազն 10 մասնաճյուղի գործունեությունը, որոշներում էլ կոնկրետ արտադրատեսակների արտադրությունը։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Open Media։ Իրան-Իսրայել պատերազմն այսօր ավելի է թեժացել։ Իսրայելը բացահայտ խոսում է Իրանի հոգևոր առաջնորդին սպանելու կամ դեռ այդ քայլին չգնալու մասին։ Թրամփը սպասում է, բայց լրջորեն դիտարկվում է Միացյալ Նահանգների ուղիղ մասնակցությունը Իրանի դեմ հարվածներին։ Իրանը եւս հետ չի մնում, հզոր հրթիռներ են թափվել Իսրայելի վրա, նաև այսօր հսկայական վնասներ են հասցվել տարբեր քաղաքներին։ Իրադարձություններին հետևում է մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանը։
Իրան-Իսրայել հրթիռային պատերազմի 8-րդ օրը համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում ըստ Ալ Ջազիրայի պայթյուններ են որոտում այն վայրում, որտեղ հնարավոր է գտնվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի բունկերը։ Տարածվող ենթադրություններին Թեհրանը դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Այս խոսակցությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության անկումը չէ։ Իրանի ռեժիմի փոփոխության կամ նրա անկման հարցը նախ եւ առաջ Իրանի ժողովրդի գործն է։ Ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա մեր հստակ կամ պաշտոնական նպատակներից չէ։ Նեթանյահուն պնդել է, թե իրենք ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա մասնակցել այդ գործողությանը, թե ոչ։ Իսկ Միացյալ Նահանգները կմիանա Իսրայելի հարձակումներին, թե ոչ, Թրամփը կորոշի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Երեկվանից արևմտյան մամուլը փոթորկում են տարբեր աղբյուրներից տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները կարող է հարվածել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։ Իսկ այսօր Իրանը հայտարարել է, որ հարձակումների նոր ալիք է սկսել Հայֆայում եւ Թել Ավիվում։ Իրանը հարվածել է իսրայելական բանակին կիբերանվտանգության ծառայություններ մատուցող IT ընկերության եւ Microsoft-ի գրասենյակներին։ Իսրայելը հաստատել է, որ իրանական հրթիռների հարվածներից հրդեհներ են բռնկվել, այրվել են մեքենաներ, վնասվել բնակելի տներ։ Ցախալը նաև հայտարարել է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Լիլիթ Մուրադյան, Open Media։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կանխել է Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ մահափորձը, հայտնել է Արաղչիի խորհրդականը։ Հոսեյն Ռանջբարանը Էքսում գրել է, մեջբերում է։ Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար։ Եթե ԻՀՊԿ-ի ձեռնարկած անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե օրեր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը Փառք Աստծո կանխվեց։ Իդեպ Ժնևում մեկնարկել են Արաղչիի բանակցությունները եվրոպական եռյակի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ։ Պատերազմի պատճառով զգալիորեն ավելացել է մարդկանց հոսքը Իրանից Հայաստան։ Մեր գործընկեր Անի Հովհաննիսյանը խոսել է Իրանի հյուպատոսի հետ։ Պարզվել է, որ Մեղրիի անցակետով ամեն օր մինչև 700 մարդ է անցնում, որոնց մի մասն օտարերկրացիներ են։ Կա ուղևորափոխադրումների լուրջ խնդիր։ Հյուպատոսը տեղեկացրել է, որ փորձում են կազմակերպել, տրամադրվելու են միկրոավտոբուսներ։ Ամեն օր նվազագույնը 600-700 մարդ Հայաստանից դեպի Իրան էր ուղևորվում եւ գուցե մի փոքր ավելի քիչ Իրանի քաղաքացիներ են գալիս Հայաստան։ Մենք շաբաթական 20 թռիչք ունեինք Երևանից Թեհրան եւ հակառակը, եւ այդ թռիչքները չեղարկվել են։ Եվ այդ մարդիկ բնականաբար Հայաստանի ցամաքային սահմանով են մուտք գործում Հայաստան։ Եթե դուք 20 թռիչքը յուրաքանչյուրում նվազագույնը 100 մարդ հաշվեք, ինչն ավելին է, կստացվի շաբաթական 2000 մարդ։ 2000 եթե բաժանեք շաբաթվա 7 օրվա վրա, կստացվի օրական 300 հոգի։ Այսինքն օրական պետք է 300 իրանցի բնականաբար գա դեպի Հայաստան։ Դե սա այն իրողությունն է, որը հիմա տեղի է ունենում։ Բացի այդ, մի հարկ մարդիկ Թեհրանից թռնում էին Դուբայ, Թուրքիա, Ստամբուլ, գնում էին այլ վայրեր։ Եվ քանի որ թռիչքները չեղարկվել են, նրանք գալիս են Հայաստանի տարածքով։ Ինչ կլինի մեզ հետ այս ամենից հետո։ Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն այնքան ցնցող են, որ բոլորը փորձում են հասկանալ, դիրքավորվել ու ամենակարևորը պատրաստվել վատագույնին։ Այո, Իրանի բոլոր հարևաններն ունեն շատ տարբեր շահեր, խոցելիության տարբեր մակարդակ, բայց ոչ միայն իրենք։ Հեռավոր Հյուսիսային Կորեայից են այսօր խոսել, սատարում են Իրանին։ Հյուսիսային Կորեայի բանակը մարտական բարձր պատրաստվածության է Իրանին օգնելու համար։ Մամուլում տեղեկություն կա, Չինաստանը նույնպես աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Ամերիկայի նախագահ Թրամփն էլ հայտարարել է Իրանին հարվածելու ցանկության մասին։ Իսկ այդ դեպքում լայնածավալ օգնություն կստանա Իրանը։ Շատ կասկածել է, որ այլ երկրներից կարող են նման օրինակ սպառազինություն հեռահար հրթիռներ ստանալ։ Եղել է նման լուրեր, բայց ես չէի շտապի պնդել, որ որևէ երկիր բալիստիկ հրթիռներ կամ հեռահար հրթիռներ է մատակարարում Իրանին, որպեսզի կարողանա ցանկացած երկրի զինապահեստում անգամ ամենահզոր այդ հրթիռների թիվը բավական սահմանափակ է։ Ամերիկայի պատժամիջոցների տակ Իրանը փորձում է այլ տնտեսական գործընկերներ փնտրել, ասում է Արևելագետը, բայց դրանք ոչ միշտ է, որ նաև ռազմական են։ Օրինակ վերջերս Կրեմլի խոսնակ Պեսկովն ասաց, Ռուսաստանն աջակցում է Իրանին, բայց դա ռազմական աջակցություն չի ենթադրում։ Ռուսաստանի թե Չինաստանի հետ ունի որոշակի պայմանագրեր, որոշակի խորացված հարաբերություններ, բայց չեն կարող դա որակել որպես ռազմական դաշինք ու որ
հարձակման դեպքում այդ երկրները օրինակ ռազմական միջամտություն կանեն ու կաջակցեն Իրանին։ Արևելագետի խոսքով այժմ ճիշտ չէ աշխարհի կառավարումը բևեռների բաժանել։ Ինչպես օրինակ մոտ 40 տարի առաջ էր, երբ աշխարհում երկու բևեռ կար՝ Խորհրդային Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այժմ հստակ բևեռներ չկան եւ չկա մի երկիր, որն ավելի ուժեղ է, քան մնացածը միասին վերցրած։ Ամեն տարածաշրջան իր ուժային կենտրոնն ունի։ Ներկայում Մերձավոր Արևելքում մեծ տարածաշրջան կա 4 պետություն, որոնք համարվում են առավել ուժեղները, առավել հզորները, դա Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Իսրայել։ Ու այս ուժային կենտրոններից յուրաքանչյուրի վրա Ամերիկան իր ազդեցությունն ունի, բացի Իրանից։ Այժմ Թրամփը ստիպված է Իրանի հետ ուժի լեզվով խոսել, որ իր նախորդ սպառնալիքները օդի մեջ ասված բառեր չդառնան, ասում է արևելագետը, բայց որ մյուս ուժային կենտրոնները կկանգնեն Իրանի կողքին, քիչ հավանական է համարում։ Իսկ տնտեսագետը տնտեսական գերակայություն հաստատելու հարց չի տեսնում հակամարտությունում։ Իսրայելը որպես պետություն հիմնվեց այդ պահից արաբական եւ մուսուլմանական երկրների հետ նա ունի հստակ կոնֆրոնտացիոն, հստակ դիմակայություն եւ սա բնավ Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրային բալանսի հետ կապ չունեցող գործընթաց է։ Սա հստակ ատելություն է, ընդ որում կրոնական ատելություն, ընդ որում աշխարհայացքային ատելություն։ Ասում է, այստեղ ապրանքների գինը կապ չունի, իրար հետ չհամագործակցող երկրներ են եւ աշխարհագրորեն ուզում են վերացնել իրար։ Ստացվում է հարցը տնտեսական չէ, անցյալ դարից ծավալվող աշխարհաքաղաքական հակամարտություն է։ Ինչպես պատերազմող կողմերն են ասում, գոյության պայքար։ Իսրայելին ակնհայտ աջակցում է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Իրանի աջակիցները նույն վստահությամբ դեռ խուսափում են հայտարարել իրենց աջակցության մասին։ Սիմոն Հովանեսյան, Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Անիկ դες հենց նոր իմացանք, որ Իրանի արտգործնախարարը, որ Ժնև էր մեկնել, քիչ առաջ պատմեցինք եւ մահափորձից էր խուսափել, հրաժարվել է բանակցություններից, դադարեցրել է դրանք Եվրոմիության եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ հայտնի օրակարգով բանակցությունները դադարեցրել ու երևի հեռացել են։ Շարունակենք, օրեր առաջ լուր տարածվեց, որ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ արել զգոն լինել եւ չայցելել Հայաստանում Իրանի հետ կապված վայրեր, այդ թվում Կապույտ մզկիթ։ Հայաստանում Իրանի գլխավոր խորհրդանիշն այս օրերին սովորականի պես ընդունում է զբոսաշրջիկների տարբեր երկրներից։ Մենք եւս այսօր այցելել ենք շփվել մարդկանց հետ։ Իսրայել-Իրան հակամարտության սրացման ֆոնին, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Թեհրանի եւ Թել Ավիվի քայլերին, Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ 18-րդ դարի պատմամշակութային կոթող աղոթարանը ոչ միայն Հայաստանում միակ գործող շիա մզկիթն է, այլև իրանական մշակույթի ու կրթության կարևոր կենտրոն։ Կապույտ մզկիթ մեր այցի ընթացքում նկատել էր ոչ միայն իսլամադավան այցելուների, այլև տարբեր աշխարհագրական գոտիներից բազմաթիվ զբոսաշրջիկների հոսքը։ Զբոսավար Լենա Հակոբյանը փաստեց, որ այսօր էլ ունեցել են բազմաթիվ հյուրեր արտերկրից։ Հյուրեր ունեինք Ռուսաստանից, Անգլիայից էին, Գերմանիայից, Առավոտվանից եւ ինչու՞ չէ Իրանից էլ են տուրիստներ գալիս անշուշտ եւ իրենց հետաքրքիր է որ գան, տեսնեն, ծանոթանան։ Տիկին Լենայի խոսքով աղոթատուն մշակույթի եւ կրթության կենտրոնի կյանքում ինչպես անցած ժամանակաշրջանում, այնպես էլ հայտնի իրադարձություններով հագեցած վերջին շաբաթվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Կենտրոնում աշխատանքն ու կյանքը ընթանում են բնականon հունով։ Այստեղ ոչ մի բան չի փոխվել։ Սովորական աշխատանքային օր եւ սովորական հյուրեր, ինչպես միշտ։ Զբոսաշրջիկներից էլ ասացին, որ ամեն բան հիանալի է եւ փոփոխություններ չեն նկատել։ Ամեն ինչ լավ է, գերազանց։ Ոչինչ չի փոխվել։ Հայաստանում ամեն ինչ հարմարավետ է։ Բնությունը, եղանակը հիանալի են։ Ոչ մի խնդիր չենք նկատել։ Մզկիթին կից գործում է նաև լեզվի ուսուցման հաստատություն, որտեղ առավոտյան ժամերին դասավանդում են պարսկերեն եւ հայերեն։ Գործում է գրադարան, կազմակերպում են մշակութային միջոցառումներ, ամրապնդելու համար հայ-իրանական հարաբերությունները։ Չնայած Միացյալ Նահանգների դեսպանատան վերջերս կատարած հայտարարությանը, որ խորհուրդ չի տրվում այցելել Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապ ունեցող կառույցներ, նաև Կապույտ մզկիթ, մարդկանց հոսքը չի դադարում եւ կառույցները շարունակում են բնականon աշխատանքը։ Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Պատերազմն է նաև մեզնից հյուսիս, ռուս-ուկրաինական ճակատում ևս զարգացումներ կան։ Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարել է, որ ամբողջ աշխարհն այսօր ունի զարգացման նոր մոդելի կարիք։ Մեր նախորդ թողարկումների ընթացքում ևս անդրադարձել ենք այս թեմային, մեր գործընկեր Աննա Հարությունյանն է տեսանյութ պատրաստել թեմայի շուրջ, դիտենք։ Ռուսական զորքերը շարունակում են Կոպյանսկի ուղղությամբ գրոհը։ Վերջին ժամերին հյուսիս խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրի նկատմամբ։
Գյուղը գտնվում է Կուպյանսկի հյուսիս-արևմտյան ծայրամասում։ Կուպյանսկը ռուսները գրավել են պատերազմի սկզբից հաշված օրեր անց 2022 թվականի փետրվարի 27-ին։ Որպես տրանսպորտային հանգույց եւ Դոնբասի ուղղությամբ հետագա առաջխաղացման կետ համարվող քաղաքը ուկրաինացիները հետ գրավեցին նույն տարվա սեպտեմբերին։ Ուկրաինական ուժերը շարունակում են դրոնային հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տարբեր մարզերի վրա։ Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին 24 ժամվա ընթացքում հակաօդայինները որսացել կամ ոչնչացրել են 61 ուկրաինական դրոններ։ Ռուսական աղբյուրները հայտնել են նաև պատասխան հարվածների մասին։ Նշվում է, որ թիրախավորվել են զինամթերքի պահեստներին եւ զինվորականներին կուտակման վայրեր։ Ուկրաինական իշխանությունները հայտնել են ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարբեր շրջանների, այդ թվում Խարկովի, Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի շարունակական հրթիռակոծությունների մասին։ Թիրախները եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Գիշերը Օդեսան եւ Խարկովը հարվածային դրոնների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Օդեսայում հրդեհներ են բռնկվել։ 4 հարկանի շենք է փլուզվել, 23 հարկանին վնասվել, 600 մարդ տարհանվել է։ Նախնական տվյալներով հայտնի է 14 վիրավորի մասին։ Խարկովում վիրավորվել է 4 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, 1 ձեռնարկություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է։ Հաջորդ շաբաթ ենթադրաբար մենք իմանանք հաջորդ փուլի ամսաթիվը, ասել է նա։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը։ Մենք կշարունակենք աշխատել հասնելու այն նպատակին, որոնք դրվել են հատուկ ռազմական գործողության առջև։ Մեզ համար իդեալական տարբերակ կլիներ դրանց հասնելը քաղաքական դիվանագիտական միջոցներով։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այժմ անհրաժեշտ է համեմատել կողմերի արձագանքները հակամարտության կարգավորման պայմանների մասին հուշագրերի նախագծերին։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիության հետ մերձեցման Հայաստանի կուրսն արդեն իսկ վնասել է Հայաստանի տնտեսությանը։ Նրա խոսքով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել։ 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է $2 միլիարդ, իսկ 25-ին կորուստները կարող են հասնել 6 միլիարդի։ Ռուսաստանի փոխվարչապետը ընդգծել է, որ միաժամանակ Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում գտնվել հնարավոր չի լինի, բայց Ռուսաստանը կհարգի հայ ժողովրդի որոշումը։ Մեր հասարակության մեջ վերարտադրողական տարիքի երիտասարդների շրջանում անպտղությունը հետևողականորեն աճ է արձանագրում։ Ինչ գործոններ են նպաստում ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներ առաջացնող այդ խնդրի խորացմանը, ինչ է ձեռնարկում կառավարությունը այն չեզոքացնելու ուղղությամբ։ Խնդրի հետքերով գնացել է մեր գործընկեր Մերի Դանիելյանը։ Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տվյալներով կազմում է 16.8%։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 15%-ը համարվում է սահմանային ցուցանիշ, որն ազդում է երկրի ժողովրդագրության վրա սոցիալ-բժշկական խնդրից վերածվելով ազգային անվտանգության հիմնահարցի։ Հայաստանում անպտղության ցուցանիշը կանանց եւ տղամարդկանց պարագայում տարբեր է, ուրեմն կանանց շրջանում ուրեմն առաջնային անպտղությունը կազմում է 1.3%, երկրորդայինը 13%, տղամարդկանց առումով առաջնայինը 22% է, իսկ երկրորդայինը 17.6%։ Այս թվերը 2009-ի տվյալների հետ համեմատելիս նկատելի է երկրորդային անպտղության տոկոսային աճ, հատկապես տղամարդկանց պարագայում։ Իսկ ինչ է նշանակում առաջնային եւ երկրորդային անպտղություն, բացատրում է բժիշկը։ Երբ զույգը 1 տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքում առանց պաշտպանվելու եւ չի հղիանում, դա համարվում են առաջնային անպտղություն։ Երկրորդային անպտղությունն անվանում այն խնդիրը, երբ մեկ անգամ գոնը գրանցվել է հաղություն, դրանից հետո արդեն կինը չի կարող հապրանը 1 տարվա ընթացքում։ Անպտղության կարող են հանգեցնել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Սրանք պատճառների լայն շրջանակի միայն մի մասն են։ Կարող են լինել եւ հորմոնալ փոփոխությունները, դիսֆունկցիաները, կանանց պարագայում դա կլինեն ձևազատման հետ կապված խնդիրները, տղամարդկանց պարագայում դա կարող է լինեն սերմնահեղուկի հետ կապված խնդիրները, դա կարող են լինեն բորբոքային պրոցեսները, կապված ոչ սպეციფიկ բողոքումներ, ինչպես նաև սեռավարակներով պայմանավորված։ Թեև խնդիրների ցանկը բավականին ընդգրկուն է, մասնագետները նշում են, որ կանխարգելիչ միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել անպտղության ռիսկը։ Առաջին հերթին առողջ ապրելակերպն է, զերծ մնալ տարատեսակ սեռավարակներից, տարբեր զուգընկերների ունենալուց, այսինքն անպաշտպան սեռական հարաբերությունից, որը հետագայում օրինակ ունեն մարդ սեռավարակ կարա տարատեսակ անպտղության հետ կապված խնդիրներ առաջացնի, եւ դե պրոֆիլակտիկ հետազոտություններ
2015-ից գործում է անվճար եւ արտոնյալ պայմաններով իրականացվող անպտղության հաղթահարման պետական ծրագիրը, որն ընդլայնվել է 2019-ին։ Նոր ձևաչափով ծրագրի շահառու կարող են լինել Հայաստանի քաղաքացի եւ Արցախից բռնի տեղահանված 2 տարի անպտղության ախտորոշմամբ 20-ից 40 տարեկան կանայք, 28-ից 42 տարեկան անզավակ կանայք, 1 երեխա ունեցող մինչեւ 36 տարեկան ամուսնական զույգերը, զոհված զինծառայողների ծնողները։ Ծրագիրն իրականացվում է մի քանի մասով։ Նշեմ, որ ծրագիրը իր մեջ ընդգրկում է մի քանի հատվածներ, դա վաճառագիտության ախտորոշումը եւ բուժումն է, հաջորդը դա սերմնավորման փորձերն են, անպտղության արտամարմնային բեղմնավորման 1 փորձը եւ արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը։ Մեկ այլ կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ այն հետազոտությունները, որոնք ներառված են տվյալ ծրագրի մեջ։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով ընդլայնման համար հիմք են ընդունում գործող ծրագրի չափորոշիչները։ Ծրագիրն ընդլայնելով արդյունքներն են ընդլայնում։ Ծրագրի շրջանակներում 2019 թվականից սկսած ծնվել է 1177 երեխա, որոնցից 94-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Միայն այս տարի հունվար-մայիս ընկած ժամանակահատվածում մենք ունենք արդեն 226 երեխայի ծնունդ, նրանցից 11-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Ռուզան Մարտիրոսյանը նշում է, կառավարության որոշմամբ գործում է եւս մեկ ծրագիր։ Նպատակը անպտղության ախտորոշում չունենալն է։ ԿԿԱ մարմիններում ամուսնությունը գրանցելուց հետո զույգերը 3 ամսվա ընթացքում կարող են դիմել իրենց համար առաջնային առողջապահական օղակներ եւ ստանալ որոշակի հետազոտությունների ու խորհրդատվությունների փաթեթ։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ 16 միլիարդ մուտքանունների ու գաղտնաբառերի արտահոսքի հետևանքների մասին այս աղետը տեղի ունեցել Apple-ի, Google-ի, Facebook-ի, Instagram-ի, Telegram-ի եւ նույնիսկ պետական պորտալների հետ։ Սա պատմության մեջ տվյալների ամենամեծ գողությունն է։ Մոնիկա Հայրոյանն է ներկայացնում անհավանական կողոպուտի պատմությունն ու հետևանքները։ Համացանցում հրապարակվել է պատմության ամենամեծ ծավալով գողացված տվյալների բազան, ավելի քան 16 միլիարդ մուտքանուն եւ գաղտնաբառ։ Ըստ Forbes-ի ցանկում ներառված են Apple, Google, Facebook, Instagram, GitHub, Telegram եւ այլ հայտի հարթակների օգտատերերի հաշիվներ։ Այս գաղտնաբառերը նախկինում արտահոսքերում չեն եղել։ Խոսքը թարմ, նոր ստացված տվյալների մասին է, որոնք հնարավոր է հավաքագրվել են վերջերս իրականացված լայնածավալ հարձակումների կամ համակարգային խոցելիության արդյունքում։ Սակայն ըստ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի դեռ շատ բան պարզ չէ եւ շատ տվյալներ կարող են կրկնվել։ Ասել, որ սա պատմության ամենավտանգավոր արտահոսքն է, ես չէի ասի, քանի որ մենք առայժմ գործ ունենք ընդհանրապես պնդման հետ եւ դեռևս թե որոշակիորեն լուրջ լրատվամիջոցներ արդեն խոսում են այս արտահոսքի մասին եւ ենթադրաբար տեսել են ինչ-որ տվյալների քանակություն, ամեն դեպքում մենք նույնիսկ հենց հեղինակներից չունենք ամփոփ տվյալներ, քանի մարդու է սա վերաբերում, կոնկրետ որքանով է այս տվյալների խումբը թարմ։ Ֆիշինգային հարձակումների մեծ մասը սկսվում է բաց աղբյուրներից տվյալների հավաքագրմամբ, open source investigation մեթոդով։ Հաքերները հրապարակային տեղեկատվության հիման վրա ստեղծում են ավելի վստահելի եւ նպատակային խաբեության սխեմաներ։ Երբ հանցագործները փորձում են բաց տվյալներից, այսպիսի տարբեր արտահոսքերում հայտնված տվյալներից իմանալ ինֆորմացիա տվյալ մարդու մասին, կազմել իր մասին ամփոփ պատկերացում, ինչպիսի գաղտնաբառեր է այդ մարդը սիրում օգտագործել, ինչպիսի օգտահաշիվներ ունի, իր լոգիկան հասկանալ եւ դրա հիման վրա գեներացնել կոնկրետ մարդուն թիրախավորող, այսպես ասած, գաղտնաբառերի փոքրիկ շտեմարան, բառարան, որով կսկսի շարունակել հարձակումը իր պրոֆիլների վրա։ Արթուր Պապյանը հորդորում է լինել առավել զգոն, օգտագործելով երկփուլային նույնականացում, յուրաքանչյուր օգտահաշվի համար սահմանելով եզակի գաղտնաբառ։ Նաև ստուգել արդյոք ձեր տվյալները հայտնվել են արտահոսքում, օրինակ haveibeenpwned.com կայքի միջոցով։ Նույն գաղտնաբառը տարբեր տեղեր վերօգտագործած մարդիկ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, որտեղ իրենց բոլոր օգտահաշիվները հայտնվում են խնդրի առաջ, հանցագործների ձեռքում։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ նախ օգտագործեն յուրահատուկ գաղտնաբառ ամեն մի առանձին վերցված օգտահաշվի համար եւ նաեւ կիրառեն երկգործոն, բազմագործոն նույնականացում, այսինքն դա նույնականացման մի ձև է, երբ որ գաղտնաբառից բացի պահանջվում է եւս մեկ գործոն։
Այս արտահոսքը եւս մեկ անգամ ահազանգում է։ Ոչ ոք ապահովագրված չէ կիբերհարձակման վտանգից։ Խարդախները գողացված տվյալները կարող են օգտագործել տարատեսակ նպատակներով։ Օգտատերերի անունից կեղծ հաշիվներ բացելուց, վարկեր վերցնելուց մինչև անձնական նամակագրության հրապարակման շանտաժ։ Անձնական տվյալների պաշտպանությունն արդեն ընդամենը տեխնիկական հարց չէ, այլ ամենօրյա անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր օգտատեր պետք է պատասխանատվություն կրի իր թվային անվտանգության համար, սկսելով մի պարզ քայլից՝ փոխել գաղտնաբառերն այսօր։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Այսքանը հետևեք մեր բազմալեզու լրատվությանը մեր սոցիալական հարթակներում։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Բարի ու խաղաղ գիշեր։ Անփորձանք շաբաթ կիրակի լավ մնացեք, ցտեսություն։